Ուրեմն ո՞րն է տարբերությունը հաղորդում տալու հանցագործության մասին եւ մատնելը։ Տարբերությունը նպատակն է։ Ինչի համար են հանցագործության մասին հաղորդում տալիս, որպեսզի բացահայտեն հանցագործին կամ կանխեն հանցագործությունը։ Իսկ մատնիչը ինչ է անում այսօրվա, նա անմեղներին տալիս է հանցագործին։ Եկեք ինքներս հասկանանք։ Այսօր Հայաստանում թիվ 1 հանցագործները ովքեր են։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբագիրը։ Նա խախտել է մեր սահմանադրական իրավունքը, հանձնել է Արցախը, 150,000 մարդու անտուն անքաղաքացի է թողել, նա խախտել է պետության եւ եկեղեցու տարանջատման սահմանադրական սկզբունքը, առանց հանրաքվեի Հայաստանից տարածքներ է հանձնել եւ այլն եւ այլն։ Նրանք թիվ 1 հանցագործներ են։ Մենք այս հանցագործության մասին հաղորդում ենք տվել բազմիցս։ Հիմա Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի համաձայն խոչընդոտում է կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը, հայ առաքելական եկեղեցու օրինական գործունեությունը։ Նա միջամտում է, ասում է կաթողիկոսին ես պետք է նշանակեմ, սա արդեն խնդիր է։ Եվ մարդիկ, որոնք այսօր քահանաների դեմ հայտարարություններ են անում, նրանք նպաստում են այս նպատակին, նրանք օժանդակում են հանցագործությանը, նրանք օգնում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր հանցանքը, հանցագործությունը ավարտին հասցնի։ Եվ սա է տարբերությունը։ Մենք գործ ունենք հանցագործների մատնիչների հետ։ Իսկ ովքեր որ հանցագործության մասին հաղորդում են տալիս, այ դա պատվաբեր է։